Լավ, ես պետք է աշխատեմ։ Սեդան երկրից դուրս է գնացել։ Հա, գնացել է։ Ես եմ պատճառը։ Պարզը։ Ես եմ տենց որոշել։ Ու քեզ առաջարկում եմ ընդհանրապես իրան ման չգաս։ Չես գտնելու։ Ես չեմ էլ ուզում ման գամ։ Եթե տենց ես որոշել, ուրեմն տենց է ճիշտ։ Ես ուրիշ ինֆորմացիա ունեի։ Ասացի ճշտեմ։ Ինչ ինֆորմացիա։ Դե ուրիշ բան է իմացել Մինաս։ Ու չմտածեցի, որ դու կարող ես ուղարկած լինես երկրից։ Մի տեսակ իրար չի բռնում։ Էդ ինչ ես իմացել։ Ինչ իրար չի բռնում։ Ալո։ Ես քո հյուրանոցի մոտ եմ։ Հա։ Ոնց որ զարմացար։ Լավ, սպասի, հիմա բասեինում եմ, գալիս եմ։ Добрый день. Здравствуйте. Для меня здесь номер забронировали. Зорик. От имени Зорика. Документы, пожалуйста. Добрый вечер. Կորել ես։ Չէ, վեն ասածդ կոֆեն ուժի մեջ, հա։ Հա, բայց ինչ է եղել։ Տեղը տասը գալիս։ Եկել ես բան ասես միջև վերջ ասա։ Չէ, ոչ մի բան։ Ուղղակի էդ է ուզում ասել։ Ուզում եի հասկանալ դու ես ուղարկել։ Քո համար ինչ տարբերություն։ Հա, ճիշտ է, տարբերություն չկա, Մինաս։ Բայց ես ինձ վատ կզգայի, որ իմ պատճառով Սեյդան երկրից ուղարկած լինեիր։ Ես ինձ վատ կզգամ, եթե տենց լինի։ Ես ինձ սխալ եմ պահել։
Համ քո հանդեպ, համ Սեյդայի հանդեպ։ Գիտեմ հիմա ինձ չես հավատում, ինձ չես վստահում։ Բայց ինչ կա էդ եմ ասում։ Անկեղծ եմ։ Ես քեզ լավ եմ ճանաչում, Մինաս։ Գիտես հիմա ինչի համար ձեն չես անում, որտեղ բացվել եմ։ Սպասում ես մինչև վերջ բացվեմ։ Նույնիսկ խոսքերից մեջ բան չես փնտրում, որ կռիվ չդառնա։ Ասեմ ու գնամ։ Հա, ամենածանր պահին իմ հարազատ մարդուն մենակ թողեցի, բայց պետքա կողքը լինեի։ Արդեն եղել է, բան չի փոխվի։ Քո սիրած նախադասությունն է, մի բան անելուց առաջ հետոն պատկերացրա նոր արա, կամ մի արա։ Բուն թեմային անցնեվեր։ Ես էլ չկամ։ Գալիս գնում եմ, սխալներ եմ անում, ինձ կորցնում եմ։ Դրա պատճառը տաքսիստն է։ Ու վատը գիտես որն է, որ Սեյդան դրան հավատում է։ Թողում է, որ կողքով քայլի։ Բան չունեմ ասելու։ Մենք մինչև հիմա չգիտենք ինչ ա եղել։ Բայց ես մինչև օրս վստահ եմ, որ դրա մատը խառն է։ Քուրդ այդ չի պատկերացնում։ Քուրդ վստահում է դրան, տեղ է տալիս, առավելություն է տալիս։ Բայց չկորցնեմ ինձ, Մինաս։ Այդ տաքսիստն իմ կյանքը փչացրեց։ Էս էի ասում։ Ես արդեն աշխատանքի էի գնում, բայց կարող է արդեն հասած լինեի։ Ու հեչ լավ չի, որ զանգում ես։ Դերիցը դուրս արի, հա ման է։ Դու իմ հարցին պատասխանի, ասածը ճիշտ էր, Սեյդան դրա հետ է երկրից դուրս գնացել։ Նայ, որ խաբել ես, գիտես, չէ, հետդ ինչ ա լինելու։ Իսկ դու դեռ չես ճշտել։ Մի րոպեի հարց է ճշտել, թե երկու հոգի երկրից դուրս են եկել ու որ ուղղությամբ են գնացել։ Էդ քեզնից չի։ Ես կճշտեմ, դու հարցիս պատասխանի։ Այո, ճիշտ էր։ Որ ճշտես կիմանաս, որ Սեյդային Մինասն է ճանապարհել, մտածելով, որ քուրը գնում է վատ էմոցիաները ցրելու։ Հա, մեկ էլ ըստ նախնական պայմանավորվածության մի օր հետո Հարութն է գնացել։ Եթե ճշտես ու պարզվի, որ ամեն ինչ ճիշտ եմ ասում, կարաս էլ ինչ չսպանես։ Ոնց որ թե բան երեկի ասեիր, հա, չասեցիր։ Ինչ կար ասել եմ, Մինաս, ավելացնելու բան չունեմ։ Ես տաքսիստի պահով եմ հարցնում։ Ինձ թվաց ինչ-որ բան ես ուզում ինձ հասկացնես։ Պարզապես եկել է սիրտս բացեի քո մոտ, այդքան բան։ Դու ինձ 100 տարիա ճանաչում ես, գիտես իմ համար ինչ դժվար է խոստովանեմ, որ ես սխալ եմ եղել։ Բարի լույս։ Բարև։ Աշխատանքի եմ եկել։ Նկարներով տեսել էի քեզ, բայց սենց ուրիշ ես։ Վախենում ես, թե ինչ։ Չէ, չեմ վախենում, ինչի պիտի վախենամ։ Ուղղակի չգիտեմ, այդ ինչ պիտի ասես, որ հենց տեղ հանդիպեցինք։ Կամ ինչ ես ասելու, որ պիտի մենակ ես իմանամ։ Հասկանում եմ։ Բայց ուզում էի նենց խոսեինք, որ
մեզ ոչ մեկ չխանգարեր։ Համել խոսելու ընթացքում հասկացա, որ դու ոչ մի բան չգիտես։ Ինչ պիտի իմանամ։ Չգիտեմ ինչ ասեմ։ Հա, այս մամայինն է։ Գիտեմ, որ անապայում է եղել։ Ու նաև գիտեմ, որ այդ Արթուր անունն էլ էր ճիշտ։ Ուղղակի անընդհատ ինձ թվում է, որ մի բան այն չի։ Անընդհատ մտածում եմ, որ պիտի տեսնեմ մամային, որ շատ քիչ է մնացել։ Բայց հիմա տպավորություն է, որ մի բան այն չի։ Կներես, ուղղակի ես դժվար եմ վստահում մարդկանց։ Դու մամային չես տեսնելու, բայց շատ ես լսելու իր մասին։ Այսինքն, Մաման 3 տարի առաջ մահացել է։ Ծանր հիվանդ էր ու ոչ մի բան չկարողացանք անել։ Ես էլ պապան էլ ամեն ինչ արել ենք։ Բայց անօգուտ։ Իսկ այդ մամայի վերջին խնդրանքն էր, որ կարողանայինք փոխանցել քեզ։ խաբում ես։ Հա? Խաբում ես։ Հա։ Մինասն է քեզ ասել, որ ինձ գրես։ Մինասը շատ լավ գիտեր, որ ես գալիս եմ անապա ու գիտեր, որ մաման անապայում է, բայց ինքը ոչ մի բան չասեց։ Մինասն է հա ասել, որ ինձ սենց բաներ ասեց, որ ես էլ որ էլ չփնտրեմ մամային։ Հա, մերժեց։ Հա դու էլ տենց խելոք եկար, հա։ Ես հենց այսօր հետ եմ գնում ու հարցել չտաս, լավ։ Ոնց հետ եմ գնում։ Ինչ հայել է։ Ինքը մեղավոր չի։ Ամեն ինչ ես եմ սխալ հասկացել։ Չասում ես տղեն, չեմ հասկանում։ Հələ խոսա նորմալ, ինչ ապադա է։ Մինասը չէր ուզում, որ ես գտնեմ մամային։ Հիմա այս միջոցով է ուզում, որ ես ջնջեմ մտքիցս այս պատմությունը։ Սեդա հանգստացի։ Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը ու Մինասի հետ էլ կապ չունեմ։ Ուղղակի ինձ պետք էր, որ դու գաս ստեղ ու ես քեզ կարողանամ տեսնեմ ու խոսեմ քո հետ։ Լավ, իսկ ինչի շուտ չասեցիր։ Ինչի հույս տվեցիր։ Դու գիտես, որ ես իմ ամբողջ կյանքում մամային եմ փնտրել։ Ինձ արդեն թվում էր, որ շատ մոտ եմ, որ գտել եմ իրան, որ հարցերս տալու եմ, խոսալու եմ իր հետ։ Հա գիտեմ, ես եմ քեզ ասել, որ դու մենակ գաս։ Ուղղակի ուզում էի պատմես, ուզում էի լսեի, ուզում էի իմանայի ու հետո Սեդա, մաման չկա։ ինձ մենակ թող։ Չեմ կարծում, որ այդ հիմա լավ միտք է։ Խնդրում եմ ինձ մենակ թող, հա։ Կներես։ Գիտեմ, եթե սկզբից ասեի, հաստատ չէիր գա ու չէի կարողանալու սրանք անձամբ քեզ հանձնեմ։ Կլինի ինձ մենակ թողես։ Սեդա։ Մամային ես իմ մորից շատ եմ սիրել։ Ու երբ որ սեփական մայրս մահացավ, ավելի շատ սիրտս, չգիտեմ, ցաված թե չէ, որովհետև երկուսն էլ իմ համար թանկ են եղել։ Ես իրան հարազատ մորս պես ընդունել եմ։ Ու ինքն էլ ինձ է ընդունել։ Ինքը ամեն օր խոսում էր ձեր մասին, քնում ու արթնանում էր ձեր հետ կապված ինչ-որ մի բառ, ինչ-որ մի լուր ստանալով։
բայց ոչ մի բան։ Հայաստանը շատ մոտ ա եղել, բայց ինքը չէր կարողացել ոչ գար, ոչ գնար։ Արգելված ա եղել շփվելը ձեզ հետ, որովհետև Մինասը չի թողել։ Ինքն էլ լսում էր Մինասին։ Նամակը անպայման կկարդաս։ Ալո, Դու ճիշտ էիր, քո ասած երկու մարդն էլ թռել են, մի օր տարբերությամբ, ուր են թռել։ համարյա նույն կողմը, մեկը Սոչի, մյուսը Կրասնոդար։ Հետքերդ եք վերացնում, հա, որ չբռնվեք։ Լավ, չես ուզում ասես, չես ուզում պատմես, հասկացանք, բայց երկրից երկիր ես եկի, այ ախպեր, երկու օր մնա իրար հետ մի քիչ բանկ ուտենք, մի քիչ հանգստանանք, հին ու նորը կհիշենք կգնաս։ Չէ, ախպերս։ Ավելի լավ կլինի գնամ։ Ես ոնց հասկանում եմ, դու մնացողը չես։ Հյուրանոցի համարել հանձնել ես, հա։ Չէ, այդ մասով չէի էլ մտածել։ Բայց ոչինչ, հիմա կգնամ այդ հարցերը կկարգավորեմ ու դուրս կգամ։ Вот тебе поворот։ Փաստորեն իմ մաման քեզ ավելի շատ է մամայություն արել, քան ինձ ու աղբորս։ Փորձել ա, բայց աղբերը չի թողել։ Հերիքա, հա, ամեն ինչում Մինասին մեղադրես։ Դու ինչ գիտես, թե ինքը ինչ ա զգում կամ զգացել։ Ընդհանրապես։ Այն ինչ որ գիտեմ, ինձ արդեն հերիքա, էլ ոչ մի բան չեմ ուզում իմանալ։ Իմ համար տհաճ ա։ Շատ տհաճ ա ու շատ ցավալի ա, որ դու իմ սեփական մամայի մասին ավելի շատ հիշողություններ ունես, քան ես։ Բան չեմ ասում, որովհետև հասկանում եմ քեզ։ Բայց ոչ ես, ոչ էլ պապաս չենք ուզեցել, որ մենք իրարից կտրված լինենք։ Ու դրա համար էի ուզում, որ մենք իրար հետ շփվենք։ Ինձ մենակ թող։ Մտածում էի, որ այսօր ամբողջ օրը իրար հետ կլինենք, կզբոսնենք, խոսանք։ Ասում եմ ինձ մենակ թող։ Լսի Էլեն աղջիկ, եթե ուզում էիր վախենամ, փոշմանեմ ու սկսեմ քեզ փնտրել, ասեմ, որ դա քո մոտ ստացվել ա, հերիք ա, հետ արի։ Այս նամակը չի հասնում։ Ասա։ Լսի, դու ասում էիր, որ գիտես, չէ՞ ուր ա Էլենը։ Հա, Դե ասա։ պայմանել ես հիշում, չէ։ Դու Սեդայի տեղն ես ասում, ես Էլենի։
Հա, հիշում եմ, բայց դրա մասին հետո կխոսանք։ Հիմա ասա ուր է Էլենը։ Սուզի ջան, մի քիչ ուշացել ես։ Ես արդեն գիտեմ Սեդա որտեղ է։ Այսինքն, տղա ջան, դու մոռացել ես ում հետ ես խոսում։ Մի հատ տոնդ փոխի։ Չհասկացա։ Կարող է խոսենք։ Ինչի մասին։ Դե այսօր մի ձևի չեմ կարողանում աշխատել։ Ու ոնց հասկանում եմ, դու էլ ես նույն վիճակում։ Կարող է սխալ արեցի, որ եկա։ Ոչ մի բանի հավես հիմա չունեմ, հետո կխոսենք։ Էլեն, հերիքը արդեն համբերությունը սպառվում է։ Հետ արի։ Իմ Սենդրա, իմ լույս աղջիկ։ Եթե հիմա կարդում ես նամակ, ուրեմն ես արդեն չկամ։ Ես չհասցրեցի խոսել քո հետ։ Չհասցրեցի բացատրել, թե ինչի գնացի ու էլ չկամ։ Թե ինչի թողացի քեզ։ Չգիտեմ, թե քեզ իրականությունը ինչպես են ներկայացրեմ, բայց ուզում եմ իմանաս, որ քեզանից հեշտությամբ չեմ հրաժարվել։ Ու չի եղել մի պահ, որ չմտածեմ քո ու Մինասի մասին։ Իմ կյանքը ծնվածս օրվանից շատ բարդ է ընթացել։ Իսկ երբ ամուսնացա, հորդ հետ ամեն ինչ ավելի բարդացավ։ Ես երջանիկ չէի։ Ես ամեն օր քնում ու արթնանում էի լացով, աչքերս թաց, բայց քո աչքին միշտ փորձում էի ուրախ երևալ։ Ու եկավ մի պահ, որ իմ մեջ ձևական ժպտալու ուժ էլ չմնաց։ Չեմ ուզում արդարանալ, բայց ուզում եմ, որ ինձ ներես։ Իմ հոգին անհանգիստ գնաց այս աշխարհից բալես, կարոտով գնաց, ու եթե հիմա պատրաստ ես նամակը, ես էլի կհասկանամ քեզ։ Ուզում եմ իմանաս, որ ես եկել եմ քո հետևից, փորձել եմ հանդիպել քեզ, բայց եղբորդ հետ լեզու գտնել այդպես էլ չկարողացանք, ու մենք այդպես էլ չհանդիպեցինք։ Ես Մինասին չեմ մեղադրում, ու հանկարծ դու էլ չմեղադրես։ Հոր բնավորությունն ունի, կտրուկ այլ որոշումներում, բայց քեզ շատ է սիրում, շատ։ Տեղյակ եմ եղել, թե ոնց է հոգ տանում քո մասին, թե ինչեր է անում քո համար, ու ձեզ իրարից բաժանելը կրկնակի մեղք կդառնար, եթե անեի։ Կներես ինձ, խնդրում եմ, կներես ամեն ինչի համար։ Ինչ է եղել։
Ես 1000 անգամ ներողություն եմ խնդրում։ Հարութը չեկավ։ Չէ, տղա ջան, Այսինքն չի եկել։ երեք ա գնացել։ Ինչ ա եղել։ Ինձ թվաց շուտ ա գնացել, արդեն պետք է հետ գա։ Երեք ա գնացել։ Չգիտեմ երբ կգա։ Բան ա եղել։ Չէ, ինչ պետք է լինի։ Իսկ մենակ ա գնացել։ Ինչ ա եղել, տղա ջան։ Նորմալ է ամեն ինչ։ Լավ, ես հետո կգամ։ Հաջողություն ձեզ։ Ինչ է կատարվում Սեփ։ Ինչ է եղել։ Ոնց ես ինձ գտել։ Ինչի ես եկել։ Հիմա առաջինը որ հարցիդ պատասխանում։ Երկուսին էլ։ Գտել եմ ընկերոջս միջոցով։ Եկել եմ, որովհետև մի անգամից անհետացար ու ոչ մի բան չասացիր։ Ես էլ ուզում եմ իմանալ, թե ուր ես, ոնց ես։ Ես եկել եմ ստեղ, որ մենակ մնամ։ Բայց մենակ ես։ Այսինքն Տեսել եմ ձեզ։ Հա։ Տեսել ես մեզ։ Ձեզ։ Մհերի մասին ես խոսում։ Անունը չգիտեմ։ Բայց մեկը չեմ հասկանում ինչի ես եկել։ Ճիշտն ասեմ, արդեն ես էլ չեմ հասկանում։ Ասա, Իջի դրսում եմ։ չէ, Մինասը դուրս է եկել, ամեն րոպե կարող է գա։ Քեզ ասում եմ ներքևն եմ, կարևոր թեմա ունեմ հետդ խոսալու։ Ասեցի չէ, ես ոչ քո ընկերն եմ, ոչ էլ ցանկություն ունեմ քեզ տեսնելու։ Մանե 3 րոպե ժամանակ ունես։ Իրար հետ են երկուսն էլ չկան։ Մի օրվա տարբերությամբ տարբեր տեղեր են գնացել, բայց իրար մոտ տեղերում են։ Դիտմամբ են արել, որ Մինասը չճշտի։ Ճիշտ եմ, չէ՞։ Ինչ ես ուզում որ ասեմ։ Այդ ամեն ինչը ես եմ քեզ ասել, հիմա եկել ես բացահայտումներ ես անում։ Հասկանում ես, մի օրվա մեջ ամբողջ կյանքս գլխի վրա շուռ եկավ։ Մի գիշեր մտածում էի, որ ընկերուհիս չկա, խեղդվել է, ավտոն ա խփել։ Եթե ողջ լիներ կգար տուն կամ կզանգեր։ Հետո պարզվում է, որ ինչ-որ մեկի պատվալում է։ Հետո բռնաբարել են։ Ցնդում են, պատկերացնում ես, մեղադրում եմ տաքսիստին, ինքը պաշտպանում է դրան։ Ես ավելի շատ եմ այդ տաքսիստին մեղադրում, ինքը ավելի շատ է դրան պաշտպանում։ Բաժանվում ենք ու ես վրեժ եմ քեզանից լուծում։ Ու վերջում պարզվում է, որ անիմաստ քեզ ցավացրել եմ։ Որտեվ իրանք քեզ էլ են խաբել։ Նոր ես հասկացել, որ ես մեղ չունեմ, հա? Նոր ես հասկացել։ Բա ինչի իմ կյանքը փչացրեցիր։ Չէիր հասկանում, որ ես ոչ մի բան չգիտեմ, ոչ մի բանից տեղյակ չէի։ Ու հիմա եկել ես ու ասում ես, որ այդ ամեն ինչը անիմաստ էր։ Ձենդ կտրի։ Կտրի ձենդ ման է։ Այն ժամանակ ամեն ինչ ուրիշ էր։ Գիտես ինչի համար էր ուրիշ, որտեվ ես մտածում էի, որ իմ նշանացին բռնաբարել են։ Որտեվ նույն բանը ես պետք է անեի, նույն ձև պետք է ես ստանայի։
Ես ճիշտ է, ես իմ մեջ ճիշտ է ինձ համարում։ Բայց հետո պարզվում է, որ չէ, իրանք իրար հետ են եղել միշտ, ինձ խաբել են, հիմա էլ իրար հետ ժամանակ են անցկացնում, մեր վրա ծիծաղում են։ Իմ սիրած աղջիկը, իմ Սեյդան ինձ խաբել է։ Ու դու նույն սխալն ես անում։ Այսօր Մինասի կողքն ես մնում, որ ինձանից վրեժ լուծես, բայց այդ սխալ է։ Մենք պետք է իրար հետ լինենք։ Միասին պետք է վրեժ լուծենք, պետք է նենց անենք, որ իրանք պատասխան տան մեզ։ Եթե տենց լիներ, ինչի պետքա բռնաբարեր, կամ ինչի պետքա Սեդան ծնունդից փախներ ու հետո տենց աղմուկ բարձրացներ, հետո էլ հեռախոսը Հարութի տնից գտնեին։ Ինչի դու ընդհանրապես հասկանում ես ինչ ես հիմա խոսում, թե ուղղակի ուզում ես, որ ես քո կեղտոտ խաղերի մասնակցեմ, ցնդել ես դու։ Ես ամեն ինչի պատասխան ունեմ, ամեն հարցիդ պատասխանը կտամ քեզ։ Դու մտածի ու կտեսնես, որ ես ճիշտ եմ ասում։ Եթե անկեղծ չգիտեմ ինչ ասեմ։ Դե մամայիդ պահով։ Որովհետև ես չեմ զգացել այն, ինչ որ զգացել ես դու։ Բայց մի բան հաստատ գիտեմ։ Մարդ չի ներում դիմացինին, որ ուրիշին լավություն անի։ Ներում է իր համար, որ հոգին խաղաղվի։ Բայց ես այդքան ուժեղ եմ։ Դու ավելի ուժեղ ես, քան պատկերացնում ես։ Կաներես։ Այդ Սևանի ծնունդից առաջ ես ու Սեդան նեղացած էինք իրարից։ Բայց արդեն ուշ է, ես պիտի գնամ։ Պիտի պատրաստվեմ, որովհետև վաղը Էլենի ծնունդն է։ Այսինքն վաղը քեզ չեմ գնալու։ Կտեսնես։ Սեդ կարողա չգնաս։ Վաղ իրար հետ Սևան գնանք, կամ ուր ուզես կգնանք։ Նվեր, լավ էլի, խնդրում եմ։ Իսկապես ուշ է, պիտի գնամ արդեն։ Լավ, խոստանում եմ շուտ դուրս կգամ։ Անգամ չեմ սպասի, որ ծնունդի տորթը փչենք։ Հաստատ։ Դե մատ պաչին եմ գնամ։ Ես զգում եմ, որ մի բան է ինչի։ Սեդան սառել է այն հանդեպ։ Ես նոր եմ հասկանում, որ իրանք իրար հետ կապ են ունեցել։ Ծնունդի օրն էլ եկել է հետևից, իրար չեն հասկացել ու տենց կռվել են։ Ես ճիշտ է, դու խնդիրներ ունես, գնա բուժվի։ Նորից եմ ասում, Սեդան հետս կռվել էր, ինքը ուրիշ պլաններ ուներ։ Սիրուն եմ, չէ՞։ Հավանում ես։ Բա ոնց եղավ, որ այս ամեն ինչից հետո իրանք իրար հետ ինչ-որ տեղ են գնացել։ Ու այդ աղջիկը մտքով 1% անգամ չի անցնում, որ այդ տաղեն կարա մեղավոր լինի։ Լավ, եթե մտքով չի անցել։ Ոնց եղավ այս կարճ ժամանակում կարացան իրար հետ տենց մտերիմ լինեն։ Խնդրում եմ գնա։ Նեղացար։ Չէ, Բա ինչ։ ոչ մի բան։ Ուզում ես գնամ։ Այդ որն է։
Չգիտես ուզում եմ գնամ թե չէ։ Հարցնում էր ինչի եմ եկել։ Արդեն պատասխանեցիր։ Սեդ եկել եմ, որովհետև ես քեզ շատ եմ սիրում։ Հա, չգիտեմ երբ ոնց այս ամեն ինչը ստացվեց, բայց տենց է։ Սեդ ես քեզ սիրում եմ։ Ոչ մի բան մի ասի։ Ես թվում է հիմա ինչ էլ ասես, ոչ մի բան չի լինելու։ Քայլենք իրար հետ։